Ինչ եղավ, պարզվեց։ Ներգրավեցիք դուք։ Ներգրավել են, բայց չեն թողել։ Վերջացրել են քննչական գործը։ Հայրապետության Արամայիս։ Միջնորդություն է ներկայացվել դատարան հիմա պարոն Ղուկասյանին տեղափոխում են դատարան։ Այս բայդրությամբ դեռևս միջնորդությունը որքան հասկանում ներկայացված չէ, բնականաբար չէ կարող ներկայացվածներ, որովհետև նոր են մեղադրանք առաջադրում։ Եվ ամենայն հավանականությամբ միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ նաև պարոն Ղուկասյանին կտեղափոխեն դատարան։ Այս բայ դեռևս պարոն Ղուկասյանը Կորուպցիոն կոմիտեում վատացել երկու անգամների ինքնազգացողությունն է վատացել, որտեղ Չէ, ինքը չեմ ասի առողջական վիճակը նորմալ է, բայց շտաբության մեքենան իր համար չի եղել։ Մի բան ճանապարհին ինչ-որ բռնություն գործադրվել է պարոն Ղուկասյանի նկատմամբ, այդպեսի բան ասել է։ Այս բային մենք նման տեղեկություն անձամբ ես չունեմ։ Իսկ մեղադրանքի մասով ինչ ասում է, ձայնագրությունը ի վերջո, ինչ ձայնագրություն է, երբ է եղել, ինչ խոսակցություն է եղել։ Նայեք 4 միլիոնը։ Սկզբից հաղորդագրություն էին, որ տարածվեց դրվագների մասին, թե բրապորի շինությունները օրինականացնելու եւ այլն։ Այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներին, որի ժամանակ պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք ով է եղել։ Բայց չի հետքում որ դա իր խոսակցությունն է պարոն։ Հիմա վերջի ձայնագրության հետ կապված։ Ձայնագրության հատվածական տարածումը, որը եղավ լրատվական միջոցներում, այդ հատվածական տարածություններում որևէ խոսք չկա կաշառքի մասին։ Ընդ որում Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու համար, այսինքն որ որևէ մեկից կաշառք է ստացել։ Մեղադրանքը վերաբերում է նման, որ իբր որևէ մեկից պահանջել է, չի ստացել։ Պահանջել է կաշառք, բայց պարոն Ղուկասյանը իր մեկնաբանությունը տվել է։ Նախ հերքել է որևէ մեկի հետ գումարային որևէ խոսակցություն լինելը, շատ մանրամասներ չեմ ասել, բայց ամեն դեպքում ցանկացած խորհրդակցությունների ժամանակ պարոն Ղուկասյանը բոլորի հետ խոսում է մեկ գումարների մասին։ Եթե ինքնակամ շինությունները կօրինականացվեն, ինչքան կկազմի դրանց գույքահարկը։ Եվ անօրինական շինությունները օրինականացնելու պարագայում քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն։ Խոսքը եթե անգամ եղած լինի, կարող է եղածնել բացառապես դրա մասին։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, կրկնում եմ, թե ավել բան ունեն, ավել տեղեկություն ես չունեմ։ Ամեն դեպքում հրապարակված ձայնագրությունների մեջ դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերված լինել բացառապես գույքահարկերին կամ օրինականացման վճարներին։ Մեկ նրբություն, կներեք սա, մեկ նրբություն։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել։ Եվ հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրանք օրինականացնել։ Եթե օրինականացվում է անօրինական շինությունը, քաղաքային բյուջե եւ օրինականացման համար եւ հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինությունները օրինականացնելու։ Եվ դրա համար կա նաև հաշվարկ, թե այսքան 1000 ապօրինի շինություն օրինականացնելու դեպքում ինչքան գումարներ կմուտքագրվեն բյուջե։ Հայոյանքներում են ուղղված։ Ինչ է։ Հայոյանքներում են ուղղված։ Ախ այդ հայոյանքները կոնտեքստից դուրս անհասկանալ է դրանքում կարող է խոսքի մեջ էլ եղած լինեն կամ առհասարակ Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ խոսակցությունները իր կողմից կատարված եղած։ Կարող է մեկ այլ խոսակցությունից վերած կծրացնել մեկ այլ խոսակցության, օրինակ մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում, միայն այնտեղ գրավոր տեքստն է հրապարակվում։ Ես ինչ եմ անում, դրանք ինչ ձայնագրություններ են։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունների ամբողջական տարբերակ ունենալու դեպքում կհիշի միգուցե անձը թե կոնկրետ որ դեպքին եւ ինչին է վերաբերվել եւ հստակ բարձրաբանում կլինա, իսկ կդորների մեջ հիմա օրինական ճանապարհով են այդ ձայնագրությունները արվեգախնալսումները։ Բացի ձայնագրության հրապարակ մենք այս փուլում որևէ հարց չենք դեռ բարձրացնում, որտեղ նոր մարդուն մեղադրանք առաջադրին, այսինքն որևէ process չկա։ Հիմա այդ ձայնագրությունները եղել են, չեն եղել, օրինական են եղել, չեն օրինական չեն եղել կամ ստեղծվել են եղել ինչ-որ արհեստական միջոցներով, այդ հարցերի պատասխանը բարույթի ընթացքում գտնել։ Այս բայդը միայն ձայնագրություններ, իսկ ինչ որ մեկը ասել, օրինակ պարոն Ղուկասյանը
իրենից կաշառք։ Ոչ։ պահանջել։ Չկա նման բան։ Իսկ Բացա- այդ դրել կաշառքը ով է, ուր է։ Մարդը չի ճանաչում այդ անձը։ Իսկ այդ մարդուն հայտնաբերել է, ես Այդ հարցը երևի իրեն պետք է տակ, բայց վստահաբար եթե հայտնաբերած լինեին, մեղադրանքի որոշման մեջ նշված կլիներ։ Պարոն Հայրապետյան, եթե հստակեցնենք այս պահին, հա, ինչ մեղադրանք է առաջադրվել, դուք ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա գործողությունները։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, մյուս ձեռքակալված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապվում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, շերերով գործողություններով։ Ժողովուրդ, եկեք տարանջատենք, էլի։ 7 ոչ, 7 անձանք, 7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, այսքան ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Այն մնացած ձերբակալությունները չի իրականացվել Վարդան Ղուկասյանի դրվագի շրջանակներում։ Այլ գործ է, նույն գործի մեջ այլ ժամանակահատվածում դեպքեր են, որի ժամանակ Վարդան Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Եթե այդ ընթացքում որևէ մեկը կաշառք է վերցրել խմբի կազմում, այդ խումբը եղել է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այդ ժամանակ այլ անձ է եղել համայնքի ղեկավարը։ Ներողություն, մի բան հասկանանք, 8 անձ ձերբակալվել է, ներառյալ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, կաշառք ստանալ, այդ 4 միլիոնը բոլորի մեջ պետք է բաժանվեր։ Ասում եմ, այն մյուսները եւս տարբեր դրվագներ կան 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, 25 թվականի փետրվար։ Ինչի բոլորին փաթեթով որոշեցին։ Դե հենց որպեսի Վարդան Ղուկասյանի շուրջ աղմուկը մեծացնենք։ Որպեսի Վարդան Ղուկասյանի շուրջ արհեստական աղմուկ, Այսինքն խմբակային ինչ-որ մեղադրանք չի, անհատական 8 առանձին քրեական վարույթները նախաձեռնվել։ հիմա միացվել են, բայց դրանք նախաձեռնվել են առանձին տարիների ընթացքում։ Միացվել է ստացվում է այդ 4 միլիոնը, 8 հոգու մեջ պետք է բաժանվեր մարդը ինչ փող ասել։ Հիմա նայեք 4 միլիոնը, ախր դուք ասում եք 4 միլիոն։ Քերական վարույթը առհասարակ 4 միլիոնի մասին չէ։ Քերական վարույթը 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, փետրվար ամիսներին կատարված բազմադրվակ ենթադրյալ ինչ-որ գործողությունների մասին է, որը Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Վարդան Ղուկասյանին վերաբերելի ինչ-որ հատված են վերցրել, կպցրել են այն մյուս բազմադրվակ գործերին, որպեսզի մեկ գործի շրջանակներում արհեստական աղմուկ ստեղծեն, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ այսպիսի գործ է բացահայտվել։ Ճարտարապետի ինչ առնչություն ունի այս գործին, պարոն Ղուկասյան, այդ որովհետեւ դրվագով կապվում է պարոն Ղուկասյանի դրվագին։ Կոնկրետ պարոն Ղուկասյանի դրվագին այո կապվում է։ Դե հիմա ես չեմ կարող շատ բաներ ասել, իբր թե մոտավորապես այն, որ իր միջոցով ինչ որ մարդկանց հետ ինչ որ համաձայնություն է ձեռք բերվել։ Միայն ճարտարապետի դրվագն է այստեղ պարոն Ղուկասյանի։ Ճարտարապետի դրվագ կա նաև այլ ժամանակաշրջանում, որի հետ Վարդան Ղուկասյանը կապ չունի։ Հայտնում են, որ կալանքի միջնորդությունը ներկայ 3 ամսով հայտրեմ ասում։ 2 ամսով է, նախ չեն կարող 3 ամսով, բայց ձերբակալման որոշումը կայացվել է դատարան խափամիջոց կալանք ընտրելու հարցի քննարկման համար։ Բոլորի նկատմամբ էլ նույնն է։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Գնալու Սարիկ Մինասյանն էլ ներգրավեց ամեն ինչի մեջ։ Չեմ հավատում։ Կամաց իրաց վրա դուրս։ Չեմ հավատում։ Օրենքի դաշտում ամեն ինչ հնարավոր է։ Այսօրվա քաղաքական իրավիճակում բացառիկ։ Դուք հետագայում գործան կներեք էլի։ Դուք հետագայում հնարավոր է օրինակ միջնորդեք, որ Սարիկ Մինասյանը օրինակ ներգրավեն։ Նայեք, ոնց որ ասում են, այս պայտերությամբ մուշնել է իրենց սերը, մեղնել է իրենց սերը։ Վստահ եմ իրենց մոտ իրական դեպքերի ձայնագրությունները կան։ Եվ այդ ձայնագրությունների մեջ համոզմունք ունեմ, թե իրական շղթաները բոլորին լավ էլ հայտնի է, եւ այդ իրական շղթան գործել է մինչև Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը։ Բայց ինչու դրանք դա չեն անի։ Միանշանակ չեն անի, որովհետև ես կրկնում եմ, այս process-ը ամենևին կաշառքի մասին չէ։ Կաշառք բառը օգտագործում են բացառապես մեկ նպատակով, որպեսզի Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական process-ները փորձեն կոսկել այդ կաշառք բառի տակ ընդամենը։ Հակառակ դեպքում, եթե դուք ունեիք այդքան շատ ապացույցներ փետրվարից սկսած, անցած տարվա նույնիսկ հոկտեմբերից սկսած, ինչու մինչև հիմա օրինակի համար Սարիկ Մինասյանին կամ նույն գլխավոր ճարտարապետին գրեթե 1 տարի առաջ տեղեկություն ունեիք, ինչու 1 տարվա մեջ ոչ մի բան չի կան։
Հիմա դուք ինչ եք պատրաստվում անել, պարոն։ Այս պահի դրությամբ փորձել ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի միջնորդությունը կալանքի մասին մերժվի։ Առաջնային նպատակը դե դադանում պետք է գնանք, որ դա անենք։ Առաջնային խնդիրը դա է։ Հիմա պարոն Ղուկասյանը ներսում է։ Այո, ներսում է։ Հա, երբ որ դատան միջնորդություն ներկայացրեցին, իրեն տեղափոխեն։ Չէ, դες չեն ներկայացրել։ Ներկայացրել են հակակոռուպցիա ինչ փոխանցել։ Չեն կարող ներկայացնել։ Եթե ներկայացել են միջնորդություն, ուրեմն դա հերթական ակնհայտ ապօրինություն է։ Հիմա դուք Անհնար է անձին առանց մեղադրանք առաջադրելու, մեղադրանք առաջադրելու process-ը նոր ավարտվեց։ Եթե նրանք միգուցե արդեն կալանքի որոշումն է կա, դա էլ է հնարավոր, իսկ բան չունեմ ասելու։ Թան Ղուկասյանին կալանավայրում միջնորդություն է ներկայացվել, այո։ Ներկայացվելու թե ներկայացվել։ Ներկայացվել դատարան։ Եթե դա ճիշտ է, դա ակնհայտ ապօրինի է։ Օրենքը հետևյալն է, նախ անձին պետք է ներգրավեն մեղադրյալ ներգրավելու համար մեղադրանք պետք է առաջադրեն, որից հետո նոր մեղադրյալի հետ միաժամանակ խափանման միջոցի միջնորդությունը ներկայացնեն դատարան։ Մեղադրանք առաջադրելու process-ը 5 րոպե առաջ ավարտվեց։ Ես դուրս եկա, նոր ավարտվեց, դուրս եկա։ Այսինքն ենթադրվում է, որ կալանքի միջնորդությունը պետք է հաջորդի դրան։ Չի կարող նախորդի դրան։ Օրենքի տեսակետից։ Սա ինչի մասն է։ Այն մասին է վկայում, որ կալանքի որոշումներ է միգուցե արդեն պատրաստ, եթե ամեն ինչ այսպես ժամանակից առաջանանք։ Դուք հիմա ձայնագրություն կեղծեք համարում։ Ես ձայնագրությանը նախ ծանոթ չեմ, երկրորդը ձայնագրությունը համարում եմ ոչ վերաբերելի որևէ անօրինական գործողության, դա վերաբերելի չէ։ Այդ ձայնագրության մեջ կա կաշառք պահանջի մասին որևէ բան։ Մի հատ հատված է, թե դրան նախորդը ինչ է եղել, հաջորդն ինչ է եղել, մեջտեղն ինչ է եղել, որևէ մեկը չգիտի։ Պարոն Հարապետյան, այդ ձայնագրությունը հեռախոսային գաղտնա լսում է, թե աշխատասենյակում, որտեղ տանը ինչ միջավայրում է եղել։ Իմ պատկերացմամբ դա ոչ թե հեռախոսային խոսակցությամբ, այլ հեռախոսով իրականացված ձայնագրությունը, որը կարող է իրականացնել եւ հեռախոսային խոսակցությունը եւ դեմարդել բան։ Իսկ այն մնացածը, որը կար ըստ էությամբ Չէ, այդ ձեր ասած դրոնովը, դա օպերատիվ նկարանում է։ Եթե մենք նայում ենք օրենքի տեսակետից, դրանք ապացույց չեն։ Անկախ դրանից, ներկա օրենսգիրքը սահմանում է օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքները ապացույց չեն։ Կա գաղտնի քննչական գործողություն, եթե գաղտնի քննչական գործողությամբ անում են, ապացույց է։ Եթե որպես օպերատիվ հետախուզական գործունեություն են իրականացնում, դա ապացույց չէ, սա մեկ։ Երկրորդը հարցի մյուս կողմն է, թե իշխանով է դա օրինական։ Այսօր մեր իշխանությունին օրինական ոչ մի բան չի դարքում։ Այսօր մեր իշխանությունին դարքում են տվել ֆոնը ստեղծել ինչ-որ բանի։ Անկախ նրանից դա կլինի օրինական թե անօրինական։ Հիմա դա օրինական է թե անօրինական, մենք երբ որ համապատասխան հիմքերը վերցրեցինք, նոր կարող ենք գնահատել։ Այս բանը չեմ կարող ասել։ Պարոն Հայրապետյան, Դա չեմ կարող ասել։ վերադառնանք շտաբօգնության բժիշկները պարոն Ղուկասյանի համար չէին ներսում։ Իմ ներկայության ընթացքում ոչ։ Պարոն Հարապետյան, տեղեկություն ունեք միայն այս վարույթով է սահմանափակվելու պարոն Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը, որովհետև ընդդիմադիրները համարում են սա քաղաքական հետապնդում։ Հնարավոր է լրացվի կամ նոր մեղադրանք առաջադրվի։ Ես էլ եմ համարում քաղաքական հետապնդում եւ ոչինչ բացառել չի լինի, ավելին ասեմ, այսօրվան պարոն Ղուկասյանը սպասում էր, հենց չի որ պարոն Ղուկասյանի համար սա ինչ որ անակնկալ էր կամ անսպասելի բան էր։ Բոլորներ պարոն Ղուկասյանն էլ իր ներշրջանի մարդիկ բոլորներ սպասում էին, որ այսօրը հասու է ոչ թե այն պատճառը, որ ինքը ինչ-որ բան անելու է, այլ երկրի առաջի դեմքը ազգային ժողովի ամբիոնից այս հրահանգը արդեն տվել էր։ Դա ասված, որ այս հրահանգով ավարտվի եւ մյուս հրահանգին չհասնեն, մասնավորապես առերևույթ ֆիզիկապես ոչնչացնելու հրահանգին։ Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, թե նրան տապալել են գետնին, բռնության են ենթարկել։ Մուտք գործելուց եղել է, այո, մուտք գործելուց եղել է շատ ես կասեի անշնորհք ձևով ներխուժում քաղաքապետարան, երբ բոլորովին դրա կարիքը չկար, վերջը այդ քաղաքապետարանում Հայաստանի Հանրապետության դրոշն ու գերբն է խփած, ինչ-որ հանցավոր որջ չէին մտնում։ Մտնում էին, չգիտեմ, այդ գերբը երևի իրենց համար։ Հա, Արարատ լեռը կա, կարող է դա է մի քիչ զայրացրել ներխուժողներին, բայց ամեն դեպքում, կներեք, ամեն դեպքում ներխուժումը չի եղել նորմալ։ Եթե եկել եք խուզարկության, ընդ որում Վարդան Ղուկասյանը չի ունեցել որևէ դավարական կարգավիճակ, եկել եք խուզարկության, ձեր խուզարկությունն արեք։ Իրեն չէին հրավիրել։ Չէին հրավիրել։ Եթե հրավիրեին, մարդը ներկայանալու էր, միանշանակ։
Խուզարկություն են իրականացնում։ Դեռ էլի խուզարկություն Եթե վերաբերելի չի պարոն Ղուկասյանին դուք ասում եք, այդ դեպքում գրասենյակները չկարող են գտնել։ Ֆոն է պետք, ժողովուրդ ջան, ֆոն։ Բոլորը տեսնեն, որ պարոն Ղուկասյանի դեմ կա կազմակերպված արձակում, ճնշում։ Գրասենյակը որն է, քաղաքապետարանի։ Չէ, իր ազնական գրասենյակն է։ Իր ազնական գրասենյակն է։ Ընդամենը ֆոն, որ քաղաքում բոլորը տեսնեն։ շրջանակում, հա, պարոն։ Հավանաբար այո։ Իսկ համայնքի պատկանող տեխնիկան ճիշտ է, որ արգելավել են տարել։ Եղել է նաև նման դեպքեր, այո, բոլորը մեծ մասը տեղափոխել են իմ տեղեկություններով ոստիկանության Ախուրյանի բաժին, Տուգանային հրապարակ, անհասկանալի պատճառներով։ Ոնց են հավաքվել։ Չգիտեմ, որ վաղը միադել, ասեմ Վարդան Ղուկասյան լավ համայնքապետ չէ, աղբի էլ է քաղաքի լստել։ Մեկ անգամ հստակ այս բանին արդեն դատարան տեղափոխում են Ղուկասյանը ինչ տեղեկություն։ Չկա որևէ տեղեկություն, որ նրան տեղափոխում են դատարան։ Եթե հակակոռուպցիոն դատարանում արդեն միջնորդություն է մուտք կագրել, դա ակնհայտ ապօրինի է։ Առանց, այսինքն Կաշառք ստանալու երկրորդ մաս, խոշոր չափ։ Կաշառք Մի պահանջել։ Հիմա ինչ Հոդվածը վերագրված է կաշառք ստանալ, բայց դիսպոզիցիայի մեջ ստանալու մասին, նկարագրության մեջ չկա ստանալու մասին։ Որպեսզի մեր գործողությունները հստակ լինեն, մենք սպասում ենք պարոն Ղուկասյանի գուցե դուրս անեն ու տանեն, թե Ես պետք է ծանուցվեմ այն մասին, որ թե արդյոք դատական նիստ Եք չեք ծանոթ։ ապամա միջոցի հարցի պետական համար։ Հաջորդ սպասելը դա է, հիմա մի բան հոդվածը կաշառք ստանալն է, հոդվածը այո։ բայց դուք ասիք որ կաշառք պահանջելու բանով է։ Նկարագրության մեջ գրված է հոդվածի վերնագիրը կաշառք ստանալը, դիսպոզիցիան կաշառք ստանալը կամ պահանջը կամ համաձայնություն ձեռք բերելը։ Կամերով Դա ձայնագրություններով են ապացուցում, որ կաշառքա պահանջը։ Ես այնագրություն չեմ լսել, ժողովուրդ ջան։ Այո, Այո, որևէ այլ տեղեկություն մեղադրանքի որոշման մեջ չկա։ Չկա, որ ասի Պողոսն ասում է գնացի համաձայնություն ձեռք բերեցի, նա էլ համաձայնեց, չկա նման բան։ Կաշառք տվող այդ ձերբակալված տեսվիկն է, թե չէ։ Հիմա ես միգուցե, բայց այսպեսի մտավախություն ավելի շատ համոզմունք ունեմ։ Ենթադրյալ կաշառք տվողներն ասում են ձերբակալվածներից մեկն ասում է միգուցե մենք չգիտենք։ Հա, չգիտեք։ Հա, մենք չգիտենք։ Բայց ես այլ մտավախություն ունեմ, որ այս ձերբակալությունները Չեն կամ ձեզ ֆիքսել։ Մի փոքր առաջ կողնակ։ ձերբակալությունները շարունակվող պրակտիկա են, մարդկանց վերցնում են, տանում ազատություն զրկում են, վախեցնելով ցուցմունքներ են կորզում եւ ազատության դիմաց այդ ցուցմունքները վերցնում են, այս ամենը։ Կներեք, աբսուրդ չթվա հարցը։ Աղբատար մեքենայից ցուցմունք վերցրել են, որ տարել են։ Կամ Որ ոչ աղբատար մեքենայից։ Չգիտեմ, այդ մեքենան տարել են, երևի ինչ-որ քնչակ։ Դե Վարդան Ղուկասյանի որդու գործից քիչ մնաց հողից է ցուցմունք վերցնեին, ես չգիտեմ։ Հա, հող էին տարել թափել, Վարդան Ղուկասյանի որդու մեղադրում։ Մերման ենթարկելու ձևի հետ կապված, քանի որ պարոն Ղուկասյանը եւս մեկ գործով անցնում է սատական process-ների մեջ, ու տեսնում ենք, որ բարբերաբար գալիս է դատարան, պատշաճ ներկայանում է, հնարավոր չէր պարզապես ծանուցել եւ այս դեպքում էլ նա կներկայանար դատական։ Ժողովուրդ, միանշանակ կարիքը չկար առհասարակ նրան ձերբակալելու։ Մարտուն ակնհայտ աբոյնի անձին արդեն ձերբակալել են։ Այդ ձերբակալման փաստը մեկ անգամ դատարանների կողմից հաստատվել է։ Վերաքննիչ դատարանը որոշում ունի, հիշում եք, մինչև ընտրությունները, երբ էլի մասկի շոու կազմակերպեցին եւ Վարդան Ղուկասյանին դիմակավորները ձերբակալեցին։ Դատարանը, վերաքննիչ դատարանը ֆիքսել է, որ այդ ձերբակալումը եղել է աբոյնի։ Դրանից հետո բազմաթիվ process-ների Վարդան Ղուկասյանը ներկայացել է։ Հիմա այս process-ին ինչու չպետք է ներկանալ, այդ պետք է տանեին, որտեղ դրանից առաջ կրկնում եմ, երկրի առաջի դեմքը տվել է արդեն հրահանգը։ Եվ ոչ միայն այս հրահանգն է տվել, ես վախենամ ուրիշ հրահանգներ է տվել։ Պարոն Հարապետյան, այս բանին ինչ իրավիճակ է, այնտեղ ինչ գործողություն իրականացնում, որտեղ դուք դրսում եք Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ այլևս ոչինչ չի իրականացվում։ որտեղ քիչ առաջին հակակոռուպցիոն կոմիտեից էլ ասացին, որ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն ներկայացել արդեն դες ասել են դա։ Դա ոչ, դա ակնհայտ ապօրինի է։ Դա կարող է ներկայացվել, կրկնում եմ, Մեղադյալի հետ միաժամանակ։ Հենց հիմա Ես Վարդան Ղուկասյանի հետ վերևն եմ եղել։ Այդ Ինքը դատարանում չի եղել։ Չէ, ներկա հակակոռուպցիոն կոմիտեն, այսինքն բանը կալանքը միջնորդելու է դատարանի, որպեսզի ընտրենք կալանքը որպես խափամամիջոց։ Դա կարող է միջնորդելու է, բայց միջնորդությունը այս պահին չի կարող լինել օրենքի տեսակետից։ Դե հիմա մի բարգեն էս։ Դե ձերբակալման որոշման մեջ էլ է գրված, որ դատարան ներկայացնելու նպատակով է Բառացի ասացին Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ ներկայացվել։ Ներկայացվել, այո։ Ուրեմն դա ակնհայտ աբոյնի գործողությունը պատասխանատու կերպով հայտարարում։ Քննիչը ինչպես է ներկայացրել, եթե այստեղ պարոն Չէ, սա այլ ռեժիմ է, ժողովուրդ ջան, նայեք։ Անձը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալում են։ 12 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրել։
ու մեղադրյալի հետ միաժամանակ միջնորդություն ներկայացնեն դատարան։ 12 ժամվա Հիմա 12 ժամվա մեջ է։ Եթե իրանք միջնորդությունը մուտքագրում են դատարան, այդ պահին մեղադրյալն է պետք է լինի դատարանում։ Չի կարող մեղադրյալը լինել այստեղ, միջնորդությունը լինի դատարանում։ Երևի գրավոր ձևակերպել են ֆիզիկապես Դե կգրել իրար։ այլ հարց է դա, որ ամեն ինչ էլ գծած է, բայց օրենքի տեսակետից դա ակնհայտ ապօրինի է։ Շնորհակալություն։